Դու ես մեղավոր, որ ես գնացի այդ քայլին, ես այդպիսին չեմ։ Եթե մեկ եղավ, երկրորդն էլ է լինելու։ Այս հարաբերություններից որքան հնարավոր է շուտ պետք է փախչել։ Որպես կանոն, բռնության զոհ կինը ունի շատ ցածր ինքնագնահատական, վախ, շարունակաբար ուղեկցվող մեղքի զգացում։ Լավատեսություն ունեի, որ նոր սերունդը չի հանդուրժի նման վերաբերմունք։ Վախով է վերաբերվում իր սեփական ամուսնուն, անում է բաներ դողդողալով, որ հանկարծ վատը չստացվի, որ հանկարծ կրկին քննադատության չարժանանա։ Ես կփոխեմ իրեն, այո։ Բռնությունը միանգամից չի սկսվում։ Մի տեսակ թրենդային է դարձել նաև մեր օրերում ամեն ինչ մեղքը բարթել ծնողական ընտանիքի վրա։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Ծեծում է, ուրեմն սիրում է։ Այսօր հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ կյանքի ճանապարհին ստանալու ենք այս դարակազմի հարցի պատասխանը եւ ոչ միայն։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Արդյոք այդպես է։ Բռնության են ենթարկում, երբ որ սիրում են, որովհետեւ արդարացումը այնպիսին է, որ ուրեմն անտարբեր չէ, ուրեմն մտածում է իմ մասին։ Դա միֆ է հասարակության մեջ տարածված, այսինքն հասարակություն ասելով մեր հայկական իրականության որոշ հատվածներում տարածված։ Իհարկե դա սիրելու հետ բացարձակապես կապ չունի, դա բռնության ամենակոպիտ ձևերից մեկն է ծեծը։ Եվ ծեծի միջոցով ինչ է տեղի ունենում, հա, բռնարարի կողմից։ Վերահսկողության այդ մոտիվներն են իր բավարարվում, իր կարևորության զգացումն է բավարարում ծեծողը, իսկ թե ինչ է կատարվում ծեծվողի հոգեկան որակում, ծեծվողի հոգեկանում շատ ցավալի է եւ շատ բացասական հետևանքներով լի։ Ուսմա դու ես մեղավոր, որ ես գնացի այդ քայլին, ես այդպիսին չեմ։ Որպես կանոն բռնարարները շատ լավ մանիպուլյատորներ են լինում, այո։ Եվ իրենք սեփական արարքի պատճառահետևանքային կապերի գիտակցում որպես կանոն չեն ունենում։ Այո, եւ որպես կանոն մեղադրանքը ներդրված միշտ կնոջն է ուղղվում եւ այլ անձանց, եթե ինքը բռնարար է, որովհետեւ սեփական վերլուծական կարողություններ չկա եւ չկարողանում հասկանալ ինչից հետո ինչ։ Ներդրվում է մեղքի զգացումը եւ որպես կանոն զոհը շատ գեղեցիկ կերպով կարծես կուլ է տալիս այդ ասվածը եւ այո ինքը համոզվում է որ իր արարքում գուցե մի բան այնպես չէր եւ ինքը ունի մեղավորության իր բաժինը ֆենոմեն է որը որ տարիների ընթացքում խորանում ամրապնվում եւ սա է ամենավտանգավորը հոգեկանի առումով որ երկար ժամանակահատվածում կարծես դա դառնում էր սեփականությունը ներդրված մեղքի զգացումը շարունակաբար ուղեկցում է եւ սրանից դուրս գալը իհարկե հեշտ չէ։ Այսինքն բռնարարը իսկապես մտածում է, որ դիմացինն է մեղավոր, դրա համար ինքը գնաց այդ քայլին, թե դա մանիպուլյացիա է իրեն արդարացնելու համար։ Մանիպուլյացիան միշտ չէ որ գիտակցվում է։ Մանիպուլյատոր անձը միշտ չէ որ հասկանում է ինչու է ինքը այդպես անում։ Այո, շատ դեպքերում իրեն թվում է եւ ինքը համոզված է իր կեղծ մտածողությանը, ինքը հավատում է իր ստեղծած թունելային մտածողությանը ինքը հավատում է եւ ինքը աշխարհին նայում է իր ստեղծած նեղ սպեկտրով եւ հավատում է դրան որ դա այդպես է այո Որոնք են կարմիր գծերը որ դրոշակները որ այս հարաբերություններից որքան հնարավոր է շուտ պետք է փախչել Եթե կա ծեծի արկայություն արդեն իսկ դա կարմիր դրոշակ է դա շատ լուրջ ազդանշան է եւ որևիցե կերպ դա արդարացնել ուղղակի չի կարելի, չի թույլատրվում, որովհետև եթե մեկ անգամ արդարացրեցիր, երկու անգամ արդարացրեցիր, արդեն դա կայուն հոգեբանական վիճակ է ստեղծում, արդեն իսկ սա նշան է, եթե ես ներեցի, ուրեմն ինձ մոտ մի բան այն չէ։ Եթե մեկ եղավ, երկրորդն էլ է լինելու անպայման։ Եվ տեսեք, ինչն է շատ վտանգավոր։ Մեր մշակույթում որպես կանոն
այսպիսի մի տարածված միֆ կա, որ դե բոլորի կյանքում էլ սա եղել է, բոլորի ընտանիքներում էլ սա կա։ Կինը պետք է լինի հանդուրժող, պետք է լինի ներող, պետք է սպասես լավագույնին։ Ու սա ձգում է երկարատև տարիներ, այդպես էլ մարդը չի հասկանում, որ ինքը այո, բռնության մեջ է ապրում տարիներ շարունակ եւ արդեն բռնության այդ հոգեկերտվածքը, զոհի հոգեկերտվածքը ինքը կայուն ձևով ամրապնդել է իր մեջ եւ դժվար է դրանից հետո հասկանալը, ինչը այն չէ քո հոգեբանական որակում եւ հոգեկանում, որովհետեւ տեսեք, որպես կանոն բռնության զոհ կինը ունի շատ ցածր ինքնագնահատական, վախ, շարունակաբար ուղեկցվող մեղքի զգացում եւ սա հասկացնելը, որ այս պայմանների արդյունքում է քո մոտ առաջացել, գրեթե անհնար է լինում։ Իրեն թվում է, որ դա իրականությունն է, որ դա է իրականությունը եւ քննադատական մտածողություն իր վիճակի եւ հարաբերությունների նկատմամբ գրեթե չի լինում։ Էլ ինչ կարմիր գծեր կան։ Այն, որ օրինակ սեփական պահանջները չեն բավարարվում։ Կարծես թե ինքը անընդհատ վատ հոգեվիճակում է եւ շարունակվում է դա ու իրեն թվում է, որ դա պետք է այդպես լիներ, ոչ, այդպես չպետք է լիներ։ Ամուսնությունն է մի հարաբերություն է, ստեղծված, կառուցված զույգային հարաբերությունը մի վիճակ է, որտեղ որ երկուստեք կարիքներն ու պահանջները պետք է բավարարվեն։ Այսինքն, եթե կինը քրոնիկ իրեն վատ է զգում, քրոնիկ ներում է, քրոնիկ ինք ունի մեղքի զգացում, ցածր ինքնագնահատական, վախով է վերաբերվում իր սեփական ամուսնուն, անում է բաներ դողդողալով, որ հանկարծ վատը չստացվի, որ հանկարծ կրկին քննադատության չարժանանամ, սրանք բոլորը ազդանշաններ են, որ կինը հայտնվել է մի շատ վատ վիճակում, գուցե բռնության մթնոլորտ է, գուցե այլ հոգեբանական դրսևորումներ են, որին որ պետք է ինքը անպայման ներհայեցի եւ հասկանա ինչ է տեղի ունենում։ Այ խոսեցիք ցածր ինքնագնահատականից, բարձր ինքնագնահատականով կինը, երիտասարդ աղջիկը կարող է հայտնվել նման իրավիճակում։ Գիտեք, շատ հարաբերական է ասել, թե ինչ է նշանակում բարձր ինքնագնահատական։ Երբեմն արտաքին դրսևորումները, օրինակ կարիերայում հաջողելը կամ միջանային փոխհարաբերություններում երբեմն այսպես պաշտպանողական դիրք ընդունելը, երբեմն կենտրոնացվածությունը սեփական անձի վրա դա դեռևս չի նշանակում, որ այդ անձը ունի բարձր ինքնագնահատական։ Ինքը շատ դեպքերում փոխակերպում է եւ պաշտպանողական ինչ-որ ֆունկցիայով խաբուսիկ մի բան է։ Իհարկե, եթե անձը ունի սեփական արժեք, սեփական արժանինքները գնահատելու կարողություն, սեփական հուզական վիճակը գնահատելու ունակություն, նա երբեք չի հայտնվի բռնության ճիրաներում, երբեք իրեն թույլ չի տա, որ իր նկատմամբ վարվեն բռնարարի, դիրքերից։ Այ ասացիք սեփական զգացմունքները հասկանալու եւ գնահատելու կարողություն։ Որտեղ պետք է սովորի անձը դա ընտանիքներում, որքանով որ ես գիտեմ, եթե սխալվում եմ ինձ ուղեք եւ ես շատ կուրախանամ դրանում, մեր ընտանիքներում չկա նման մշակույթ առհասարակ զգացողությունների մասին մտածելու, վերլուծելու, որ մնաց նաեւ երեխային սովորեցնելու։ Անձի հասունությունը իրականում դրանով է չափվում։ Մի տեսակ տրենդային է դարձել նաև մեր օրերում ամեն ինչ մեղքը բարթել ծնողական ընտանիքի վրա, ասելով որ դե ինձ չեն տվել դրա համար էլ ես այսօր ունեմ։ Դե որ ժամանակին ինձ հետ այսպես վարվեին, ես նման ընտրություն չէի կատարի։ Դե որովհետև ամբողջ կյանք իմ նկատմամբ անուշադիր են եղել, դրա համար էլ իմ գործերը չի ստացվում։ Հասունությունը ինչ է, երբ որ մենք կարողանանք այո հրաժարվել այն իրողությունից, ինչը որ մեզ տվել են, եւ մենք կարողանանք ինքնակերտվել, ինքնազարգանալ, պատասխանատվությունը վերցնել, այո։ Այն օրվանից, երբ որ մենք պատասխանատվությունը մեր կյանքի համար վերցնում ենք ինքներս մեզ վրա, պատկերացրեք, այո, կարողանում ենք հասունանալ, կարողանում ենք սովորել մեր սեփական հույզերը, կարողանում ենք ճանաչել դիմացի անձի վարքի դրդապատճառները եւ կարողանում ենք ճիշտ վերլուծել եւ եզրահանգումների գալ, ինչու է իմ մոտ այսպես, ինչ եմ զգում ես հիմա։ Այս զգացմունքի հիմքում ինչն է ընկած։
Արդյոք այդ զգացմունքը միակն է, թե այլ զգացումներ կան միախառնված։ Ինքը իհարկե բարդ ճանապարհ է, բայց նաև ժամանակակից կյանքը թույլ է տալիս, հա, գնալ, տարբեր տրեյնինգների մասնակցել, տարբեր անձնային աճի խմբերում ներգրավել եւ կարողանալ հասկանալ սեփական եսը։ Երբ խոսեցինք բռնությունից, ինչպես թեման, հա, որոշվեց, ինչպես ես եկա այն եզրահանգմանը, որ պետք է այս թեմայով խոսենք, ես վերջերս բոլորովին լսեցի մի դեպք, երբ երիտասարդ 23 տարեկան աղջկա հանդեպ է բռնություն կիրառում, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական, եւ ճիշտ ասած ինձ համար զարմանալի էր, որովհետեւ ես ինչ-որ լավատեսություն ունեի, որ նոր սերունդը չի հանդուրժի նման վերաբերմունք։ Հիմա ձեր պրակտիկայում բռնության ենթարկվող կանայք, որոնք դիմում են ձեզ կամ ձեր գոլեգաներին, ինչ տարիքային սեգմենտում են եւ արդյոք երիտասարդների մոտ էլ կա այն նույնը, ինչը որ կար օրինակ ավելի մեծահասակների մոտ։ Տոկոսայնությամբ գուցե եւ նվազել է, պակասել է, բայց իրականում կա, իհարկե կա, եւ չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ավարտվելու է չլինելու, որովհետեւ տեսեք, ագրեսիան ինքը դրսևորում է հոգեբանական եւ որպես կանոն միջանձնային փոխհարաբերություններում ագրեսիայի դրսևորման ձևերը կարող են ինչ որ չափով փոխակերպվել մի ձևից մեկ այլ ձևի, բայց ինքը պահպանվելու է։ Եվ որպես կանոն, տեսեք, երիտասարդ սերունդը մեծանում է մի ընտանիքում, որտեղ որ դեռևս շարունակվում են այդ բռնության տեսարաններն ու երևույթները, եւ բնականաբար արմատային հիմք ունենալով նույն երիտասարդը չի կարող ընդհանրապես հրաժարվել բռնության երևույթներից, որովհետև օրինակ նույն երիտասարդը տեսել է, թե ինչպես է իր հայրը ծեծում իր մորը կամ պապիկը ծեծում իր տատիկին, եւ շատ դեպքերում այո բռնությունը ընդօրինակելի մի բան է։ Կարծես այդ փոքրիկ ընտանեկան միջավայրում մշակույթ է, հա, փոքրիկ մշակույթ է, որը որ սերնդեսերունդ փոխանցվում է։ Եվ բացի նրանից, որ տեսնելու եւ սովորելու կրկնօրինակման վարքային մի ձև է, նաեւ այդ երեխան փոքր տարիքում պատկերացնում եք տեսնելով, երբ որ իր հայրը ծեծում է մորը, ինչպիսի հոգեբանական վիճակում է հայտնվում, ինչպիսի զայրույթ է կուտակում իր ներսում, ինքը միտեղ պետք է դա պարպի եւ բնականաբար շատ ուղիղ ճանապարհով փոխանցում է իր ընտանիք։ Այլ հարց է, թե աղջիկը ինչպես է դրան հանդուրժում եւ ինչու է հանդուրժում, գուցե եւ աղջիկա ընտանիքում էլ, հա, հայրական ընտանիքում էլ կա նմանատիպ երևույթ, որ ինքը վերցրել է եւ իր համար նորմալ է։ Եվ որպես կանոն բռնության ենթարկվում են այն կանայք, ովքեր որ ունեն շատ ուժեղ այսպես վախ իրենց ներսում, ցածր ինքնագնահատական, նորից եմ ասում, սեփական եսի անլիարժեքություն, ում թվում է, որ եթե ես իրեն կորցնեմ օրինակ, բա հետո ինչ է լինելու իմ հետ։ Վախ է, չէ՞ սա։ Իրական վախ է, այսինքն չունի մտածողության այլ որակ, որ ինչ է լինելու, ոչ բան, ըստ էության։ Եվ ես շարունակել եմ իմ կյանքը, գուցե ավելի լավ կյանքը, ոչ թե գուցե հաստատապես ավելի լավ կյանքը, բայց չի կարողանում հրաժարվել այդ փոխհարաբերություններից, որովհետև այնտեղ գնահատողական համակարգում ունի որոշակի շահույթ կամ ինչ որ մի կոմպոնենտ գնահատվել է աղջկա կողմից, որտեղ որ իր հաճույքի զգացումը գերագնահատվում է եւ որպես կանոն, սա էլ հոգեբանական շատ խորքային երևույթ է, բռնությունը միանգամից չի սկսվում։ Ի սկզբանե հարաբերությունների մեջ, նորից եմ ասում, բռնարարը որպես կանոն ունենում է մանիպուլյատիվ դրսևորումներ, սկզբնական փուլում այդ քաղցր շոուն, այդ բուկետային շոուն, այդ նվերային շոուն, այդ հաճույքը պարգևելու շոուն լինում է եւ որպես կանոն գիտակցության մեջ դրոշվում է եւ ֆիքսվում է այդ հաճույքի զգացումները եւ շարունակությունը տեղի է ունենում այդ կրկին հաճույքը զգալու սպասումով։ Բռնությունը ինքը շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Այսինքն, ինչքան էլ որ ծեծում է, մտածում է, որ մի քանի օր հետո սա շտկվելու է եւ հիշողության մեջ, այ բայց այն ժամանակ ինքը ինձ հետ շատ լավ էր։ Ես կփոխեմ իրեն։ Ես կփոխեմ իրեն, այո։ Գուցե սա ժամանակավոր է, գուցե ինչ-որ մի բանի հետ ստացվում է փոխել։ Որպես կանոն ոչ։ Եթե իսկապես դասական բռնարարի կերպարի հետ է ամուսնացել, շատ բարդ
երևույթ է եւ անպայման հոգեթերապիան պետք է միանա, որպեսզի անձին կարողանան փոխել եւ կինը եւ հոգեբանը միասին, բայց իհարկե այդպես 100%-անոց արդյունք խոստանալ շատ դժվար է, որովհետեւ նորից եմ ասում, բռնարարը որպես կանոն չի գիտակցում իր բռնարարության ֆենոմենը եւ իր համար կոմֆորտ զոնան եւ ապահովության զգացումը այդ վարքային դրսևորումների մեջ է։ Այսինքն իրեն թվում է, եթե ինքը կորցնի իր վերահսկողությունը, եթե ինքը կորցնի իր գերակայության գործոնը, ապա իր ստեղծած ընտանիքը քանդվելու է։ Եվ իրեն թվում է, որ ճիշտ է ինքն է, որ իրեն ցավացրեց կինը, իր պահանջմունքը չբավարարվեց, այդ ինչքան վատն էր այդ կինը, ինչու է իր հետ այդպես վարվում, ինքը չունի այդպես վարվելու իրավունք։ Այսինքն սրանք մտածողական, դիրքորոշումային, համոզմունքային ամբողջական շարք է, որից որ ազատվելը բավականին բարդ է։ Մենք խոսում ենք ֆիզիկական բռնությունից, բայց հոգեբանական բռնությունը անձի ինքնագնահատականի վրա ազդելը ոչ պակաս ազդեցություն են ունենում նրա կյանքի որակի վրա, որքան որ ֆիզիկական բռնությունը։ Այ հոգեբանական բռնության օրինակներ էլ կխնդրեմ, որ ասեք։ Նույն արգելանքները։ Այսինքն կնոջը չի թույլատրվում, օրինակ, չգիտեմ, ընկերուների հետ երբևէ հանդիպել եւ գնալ ինչ որ միտեղ սուրճ խմելու։ Հոգեբանական բռնություն է սա, որովհետև իր կարծիքով, իր մտածողությամբ ընկերուների հետ հանդիպումը կպախառակի իր լուսավոր անունը, հեղինակությունը։ Ինչ է սա բռնությունը։ Կամ անընդհատ քննադատելը կնոջը։ Դու ասա այսպես չես անում, դու կեղտոտ ես պահում, երեխաներին լավ չես դաստիարակում, տարբեր կերպ խեղաթյուրելը անձի ինքնագնահատականը, սեփական եսին վստահելու գործոնը։ Սրանք բոլորը հոգեբանական բռնության դրսևորումներ են։ Կարող է կինը պայքարել դրա դեմ ընտանիքը պահպանելով, թե ճանապարհը հեռանալն է։ Կարող է իհարկե, կարող է, բայց բավականին բարդ փուլերի միջով պետք է անցնի կինը, դա հեշտ չի տրվում։ Հեշտ չի տրվում, որովհետև երբեմն սա հոգեբանական բռնության երևույթներն էլ մի փոքրիկ ավելի մշակութային են եւ փոխանցվելիություն ունեն իրենց մեջ։ Այսինքն տեսել է, որ շրջապատում ընկերները այդպես խոսում են, հա, իմ կինը չի գնում, իրավունք չունի գնալու եւ այսպես հեղինակային ինչ որ կարծես թե կերպար է ինքը այդտեղ ընդունվում եւ մյուսներն էլ փորձում են ընդօրինակել եւ իրենց թվում է թե դա է ճիշտը։ Բռնությունը որպես կանոն մենք կարող ենք սահմանել այո դիմացի անձի պահանջմունքները, սպասումները, կարիքները, ոտնահարելը եւ անտեսելը ընդհանրապես։ Եթե մենք ցանկացած հարաբերությունների մեջ ընտանեկան հաշվի չենք առնում մեր դիմացինի զույգ ընկերոջ կարիքներ, այսինքն ինքը ինչպիսին է, ինչ անձնային առանձնահատկություններ ունի, ինչպիսի անհատականություն ունի, եւ չենք փորձում ինչ որ մի կերպ մեր վարքը փոխել, որպեսզի ինքը իրեն լավ զգա, կարողանա բավարարել իր կարիքը, ընդհակառակը մենք անում ենք արգելող, նվաստացնող, զրկող գործողություններ, ապա այո կարող ենք ասել այստեղ առկա է բռնություն։ Շատ հաճախ բռնարարը օրինակ նաև կողքից ունենում է հարաբերությունները բերում երրորդ անձի, բայց դրանում մեղադրում է, դրանից իրենց հարաբերությունները պաշտպանում է կնոջ, այսինքն կնոջը անընդհատ մեղադրում է դու սա պետքա չանես, որ սա չլինի, դու այստեղ պետքա չգնաս, դու այս մարդու հետ խոսեցիր, դա ինչ էր նշանակում, բայց վերջում պարզվում է, որ իրականում ինքն է նման հարաբերությունների մեջ։ Այս մանիպուլյացիան ինչպես հասկանա կինը։ Սեփական սխալների մեղքը ներդնելն է կնոջ մեջ։ Եթե կինը շատ լավ ունի վառ, փայլուն գիտակցություն եւ հասկացման մակարդակ, անմիջապես ինքը կարող է դա հասկանալ եւ զգալ, որովհետեւ միայն այդ հարաբերություններում չէ, որ ինքը շարունակաբար մեղադրելու է կնոջը։ Ցանկացած իրողություն, որտեղ որ ինքը ունի իր մեղքի բաժինը, անմիջապես մեղադրում է կնոջը։ Օրինակ, զանգերին ինքը շարունակաբար չի վերցնում, բավական է մեկ անգամ կինը չվերցնի, ինքը կսկսի պիտակավորել։ Այ դու որ ընդհանրապես զանգին չես պատասխանում, սա շատ տարածված է եւ շատ հաճախ է տեղի ունենում զույգային հարաբերություններում։
ուղղակի պետք է ցույց տա կինը սա կանգնացնելու համար, բացատրելով իր վարքի թաքնված դրդապատճառները, որպես կանոն մանիպուլյացիաների գլխավոր, այսպես փլուզման մեխանիզմներից մեկը, երբ որ դու կարողանում ես շատ նրբորեն ցույց տալ, այս սա դու անում ես, որովհետև նման մարդկանց չի կարելի, օրինակ, զայրույթով արձագանքել, այսպես ագրեսիայով արձագանքել, որովհետև կրկին մեղավորը կդառնա կինը։ Այ դու խելոք չես, այ դու տեսնում ես, հրահրում ես, շատ հանգիստ տոնով բացատրելն է, որ ես շատ լավ եմ հասկանում, որ սա դու անում ես, որովհետև սրա հիմքում կա սա։ Երբեմն, երբ որ իրենց ցույց ես տալի իրենց վարքի թաքնված մոտիվացիան եւ դրդապատճառը, իրենց կարողանում ես վերահսկել, իրենք գալիս են, իրենք էլ են գալի հասկացման որոշակի առումով։ Կամ շատ լավ մեխանիզմ է, երբ որ օրինակ զրկանքները, երբ որ կինը զրկվում է այդ հաճույքից, օրինակ ընկերուների հետ սուրճ խմելու հաճույքից, ինչ որ մի բանից էլ ինքն է կարողանում այսպես նրբորեն զրկել իր ամուսնուն։ Չգիտեմ, թեկուզ շորը պատրաստի կարգի վիճակի բերելու, թեկուզ եւ օրինակ ճաշ պատրաստելու առումով ժամանակին կարող է օրինակ ասել, որ ես զրկված եմ սրանից, դրա համար մի քիչ ուշ եմ կարողացել պատրաստել, քանի որ ես շատ տխուր էի եւ ինձ շատ լավ չէի զգում։ Կաշխատի այդ մեթոդը։ Աշխատող մեթոդ է, ոչ ունիվերսալ, բայց աշխատող մեթոդներից է համարվում։ Ասացիք, որ կինը այդ ամենը հասկանալու դեպքում կարող է տղամարդուն ասել, որ ես հասկանում եմ, որ դու սա անում ես այս նպատակով։ Բայց շատ հաճախ կանայք եւ հավատում են, որ տղամարդը ճիշտ է ասում, որ իրենք են մեղավորը, որ իրենք չպատասխանեցին զանգին։ Սա եթե ձեր բերած օրինակով խոսենք, այո, ես իրա մասին կարծես իմ խոսքում մի քանի անգամ նշեցի, այո, եթե ինքը զոհ է, հոգեբանական զոհ վիճակում է հայտնվել, ինքը հավատում է, որ մեղքի բաժինը իրենն է։ Երբ հասկանալ, որ դու զոհի կարգավիճակում ես։ Երբ որ առկա են այդ հոգեբանական ֆենոմենները, որ ես մեղավոր եմ։ Երբ որ առկա է վախի գործոնը, ես վախենում եմ։ Եթե հանկարծ իր կարիքը չբավարարեմ, եթե հանկարծ իր ասածը չկատարեմ, ապա կպատժվեմ։ Կամ կկորցնեմ։ Երբ որ կինը սկսում է անել բաներ, որպեսզի անընդհատ գոհացնի իր ամուսնուն, հաշվի չառնելով իր սեփական կարիքները, ոչինչ ես կարող եմ չուտել, ոչինչ ես կարող եմ չհագնել, ոչինչ ես կարող եմ հանդուրժել։ Այսինքն սրանք գործոններ են, որով որ կինը կարող է հասկանալ, որ ինքը արդեն իսկ զոհ է եւ ճիշտ հարաբերություններ, առողջ հարաբերություններ այդտեղ կառուցված չեն։ Նորից եմ կրկնում, առողջ է այն հարաբերությունները, երբ որ երկուստեք կարողանում են բավարարել սեփական անձի պահանջմունքները։ Այսինքն այդ կինը առավոտյան արթնանում է եւ ուրախ զվարթ գնում է գործի, ցանկություն ունի գալու տուն, ցանկություն ունի խոսելու իր ամուսնու հետ, կիսելու այդ առօրյան, միասին ունեն հետաքրքրություններ, միասին կարողանում են խոսել բաց եւ ազատ եւ անկեղծ, եթե կա խնդիր կարողանում են խոսել, քննարկել եւ շտկել։ Երկու կողմն էլ պատրաստակամություն է հայտնում փոխելու այս կամ այն վարքային դրսևորումները։ Սրանք առողջ հարաբերություններ են։ Հակառակ դեպքում, երբ որ տեսեք շատ է տարածված նաեւ եւ հոգեթերապիաների շատ են գալիս այն դեպքեր, երբ որ կինն ասում է չի լսում ինքը ինձ ընդհանրապես։ Ես իրեն բան եմ ասում, ինքը ինձ անտեսում կամ ասում է հետո։ Սա էլ է մանիպուլյացիայի ձև։ Այսինքն այն խնդիրները, որոնք որ լուծում են պահանջում, փախուստ է, անուղղակի փախուստ է եւ հետաձգում է կամ գիտակցաբար ամուսինը ուղղակի այդ վարքաձևով փորձում է հեռացնել խնդիրը, շարունակելով ապրել այնպես, ինչպես իրեն է հարմար։ Մանիպուլյացիաներից խոսելով նաև կուզեմ անդրադառնանք այն հարցին եւ տղամարդկանց եւ կանանց դեպքում, հա, որպեսզի չստացվի, որ միայն տղամարդկանց ենք թիրախավորում, այսպես կոպիտ ասած, որովհետեւ ոչինչ չունենք տղամարդկանց դեմ։ Պատասխանատվությունից, դժվար իրավիճակներից, երբ որ պետք է արդեն լուրջ խոսակցություն, երբ որ կա հարց, որը ունի պարզաբանման կարիք, որտեղ պետք են բացատրություններ, փախուստ։ Ընտրվում է փախուստի ճանապարհը։ Սա ինչի մասին է խոսում եւ կնոջ եւ տղամարդու դեպքում։
Նույն հեռացումն է, փախուստն է, այսինքն ոչ պատրաստակամությունը այդ խնդիրը լուծելու համար։ Սա ընտրվում է, որպեսզի պահպանվի իրենց համար ստեղծած հարաբերական անդորրությունը, կայունությունը, փոխվելու ունակության ոչ պատրաստ լինելն է։ Կանայք ինչպես են մանիպուլացնում տղամարդկանց։ Շատ հետաքրքիր է հարցը, տարբեր կերպ, բայց ավելի տարածված, երբ որ իրենք շարունակաբար զոհի կարգավիճակի մեջ են մտնում։ Օրինակ, ես մեղք եմ, ես թույլ եմ, ես չեմ կարող սա անել, ինձ մոտ դա չի ստացվում, ես անընդհատ հիվանդ եմ, վատանում են կանայք մշտապես, հա, ուշադրությունը այդ կերպ սևեռելով իրենց վրա։ Սա էլ կնոջ կողմից շատ տարածված մանիպուլյացիայի մի ձև է։ Իհարկե իրենց կողմից էլ մշակված հնարները բավականին շատ են, բայց այդ անկարողության, թուլության, խեղճության ֆենոմենը շատ է տարածված։ Բայց դրանով իրենց կյանքի որակն են իրականում վատացնում։ Այնուամենայնիվ դեպքերը քիչ չեն, որ դրանով կարողանում են պահել ամուսնուն իրենց կողքին եւ կարողանում են ուշադրությունը շարունակաբար սևեռել իրենց անձի վրա եւ դրանով կարողանում են գրավել իրենց ցանկալի շահեկան դիրքերը, գնում են հանգստանալու այդ ճանապարհով, կարողանում են գնել այնպիսի բաներ, որոնք որ իրենք ցանկանում են, բայց այլ ճանապարհով չէին կարող հասնել դրան եւ այսպես կարողանում են բավարարել իրենց բոլոր պահանջները։ Հիմա շատ կանայք գուցե մտածեն կարող են մենք էլ այդպես անենք։ Ուզում եմ նշել, որ բոլոր մարդկանց մեջ մանիպուլյատիվ հնարքները առկա են եւ այս կամ այն չափով բոլոր մարդիկ էլ գրեթե օգտագործում են։ Մանիպուլյացիան ըստ էության ինչ է, հոգեբանական ներազդման ձև է, դիմացինի վարքը փոխելու այն ուղղությամբ, որ շահեկան դիրքերում կհայտնվի մանիպուլյատոր անձը։ Եվ բոլոր մարդիկ էլ ըստ էության դա օգտագործում են, ուղղակի սա ըստ աստիճանականության որոշվում է, թե որքանով է դիմացինին վնասարար։ Այսինքն որքանով ենք մենք վնասում դիմացինին, որքանով են անտեսվում դիմացինի շահերը եւ որքանով են այսպես գերակայվում մանիպուլյատոր անձի շահերը։ Այսինքն ամբողջությամբ կարող են նվաստացնել դիմացինին, ստորացնել, այսպես դատարկել գրպանները, խլել ամենավերջին ունեցվածքը հանուն իրենց շահի։ Սա մանիպուլյացիայի ամենավնասարար ձևերից է։ Լիլիթ, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց անկախ սեռից, որոնք գտնվում են մեր թվարկած հարաբերություններում, բարդ հարաբերություններում, մանիպուլատիվ հարաբերություններում, որտեղ իրենց եսն է ոչնչացվում, որտեղ կիրառվում է ֆիզիկական բռնություն եւ հոգեբանական բռնություն։ Նման հարաբերությունների մեջ ոչ զոհը, ոչ բռնարարը շահեկան դիրքերում չէ, ոչ մանիպուլյատորը, ոչ մանիպուլացվողը շահեկան դիրքերում չէ։ Եվ ամենակարևորը, երբ որ կարողանան գիտակցել իրենց սեփական եսը, իրենց սեփական եսի լինելիությունը, իրենց սեփական տեղը այս կյանքում, այսինքն երբ որ կարողանան անձնային աճ ապրել եւ փոխել իրենց ամբողջ գրած սցենարը եւ իրենց ամբողջ կյանքի այդ վարքային դրսևորումները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Փոխադարձ։ Սիրելիներս, եկանք այն եզրահանգմանը եւս մեկ անգամ, որ ծեծը սիրո նշան չէ, զբաղվեք ձեր անձի զարգացմամբ, գնահատեք ձեր եսը, սա եսասիրության մասին չէ։ Հիշեցնեմ, այսօր կյանքի ճանապարհին հոգեբան Լիլիթ Խաչատրյանն էր, բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ել ում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։